Մայիսյան այս օրերին ողջ հանրապետությունում տիրում է տոնական, հուզիչ և միևնույն ժամանակ մի փոքր տխուր տրամադրություն։ Հնչում է դպրոցական ամենասպասված վերջին զանգը։ Դերասան և հաղորդավար Սուրեն Փալևանյանի ընտանիքում այսօր իրական տոն է։ Նրա դուստրը Ադելը հրաժեշտ է տվել հարազատ կրթօջախին։ Սուրենը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել դստեր ավարտական հանդիսությունից և հանդես եկել քաջալերող և էմոցիոնալ ուղերձով։ Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Վերջին զանգ։ Մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով և անմոռանալի հիշողություններով։ Ավարտական հանդեսի հուզիչ տեսանյութով է կիսվել նաև ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, հպարտորեն հայտնելով, որ այսօր իր դստեր Էլմիի վերջին զանգն է։ Իսկ սիրված շոումեն Արամ Մելիքյանի և նրա կնոջ Լիլիթի ավագ որդին Անրին ավարտել է հիմնական դպրոցը։ Լիլիթը համեմատել է որդու 2017 թվականի առաջին դասարան և ներկայիս լուսանկարները, ցույց տալով, թե ինչպես է փոքրիկ տղան դարձել բարձրահասակ պատանի։ Անսպասելի և անչափ էմոցիոնալ քայլի է դիմել երգչուհի Անետ Աղաբեկյանը։ Նա վերջին զանգի օրը որոշել է վերադառնալ իր հարազատ դպրոց անակնկալ մատուցելու իր ուսուցիչներին։ Այս տոնական օրը անցյալի ջերմ հուշերով է կիսվել նաև բլոգեր Լևոն Բաղդասարյանը, հիշելով իր վերջին զանգը, իսկ բլոգեր Նանո Քալաշյանն էլ իր հերթին հանդես է եկել կարևոր և քաջալերող ուղերձով, ուղղված բոլոր նորըթվող շրջանավարտներին։ Նա կոչ է արել պատանիներին լինել համարձակ, չվախենալ կյանքի նոր էջից և ամենակարևորը՝ չվախենալ սխալվելուց, քանի որ յուրաքանչյուր սխալ մի նոր փորձություն է։ Օրագիր Նյուզը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին, կանաչ և խաղաղ ճանապարհ մաղթում 2026 թվականի բոլոր շրջանավարտներին։ Դե ինչ, մնացեք մեզ հետ հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։